Պարոն Ավինյան, խնդիր ունենք 141 դպրոցում, ընդեջեռուցում չկա ու սա տևական ժամանակ է շարունակվում է, նույնիսկ անցած տարի էլ այս խնդիրը եղել, ծնողները չեն ուզում մեր երեխեքին դպրոց ուղարկել, պատճառը որն է, որ այդ հարցը չեք կարգավորում։ Տիկին Խաչատրյանը ուր է։ Խնդրից տեղյակ ենք, պարոն քաղաքապետ, հարգելի ավագանու անդամ, գրությունները համապատասխան կերպով ներկայացվել են նախարարություն, իմ տեղեկություններով ուրբաթ օրը նիստի է դրվելու, այսօր եղել ենք դպրոցում, իսկապես ցուրտ է, կրճատ դասաժամերով առաջարկել ենք իհարկե հեռավար, բայց ծնողները համաձայնության են եկել կրճատ դասաժամերով երեխաներին ուղարկել տուն, հույս ունենք ուրբաթ օրը պատասխան կունենանք։ Ինչ պատասխան պետք է ունենանք։ Գումարի հատկացման։ Այս այն բարդ process-ն է, չէ՞ որ մենք Այո։ դպրոցը մեզ է գրում, մենք գրում ենք նախարարությունը պետք է կառավարության որոշում պատրաստի, տենց է։ Կարծեմ թե հրատապլուծում պահանջող ծրագրի շրջանակում պիտի լինի, համենայն դեպս դպրոցը եւ մենք սահմանված ժամկետներում եւ գարնանը վերջինը սեպտեմբերին համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են նախարարություն։ Շատ լավ, արձագանք պարոն Եսայան։ Ես իշխանով տեղյակ եմ, դե խնդիրը կաթսայատան հետ է կապված, այդ կաթսայատունը մի քանի տարի առաջ ինչ որ սարքել են ու ով է ընդունել այդ հարցն է ինձ հետաքրքիր խնդիրը, որ եթե լավ մոնտաժով սարքած չեն եղել, ինչու են ընդունել։ Դա կարծում եմ մենք չենք եղել, պարոն Եսայան, պետական ոչ առևտրային կազմակերպություն, այդ գույքը պետական գույք է, Տիկին Խաչատրյանը արձագանքի խնդրում։ Իհարկե վստահ չեմ կարող ասել, բայց դպրոցը մի կաթսա չունի, կաթսայատանը դպրոցներ ունենք մինչև 7 կաթսա ունեն, կարող ենք ենթադրել, որ հերթով մաշվելով գնում են եւ փչացել է ոչ թե նախկինում վերանորոգած է, այլ ավելի վաղ կամ երբևէ չվերանորոգված է։